Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառնիկ Թաֆյանն եմ, կարևորը նախամարոտ։ Խուզարկում են Ծառուկյանի տունը և նրան պատկանող բոլոր օբյեկտները, ինչ են փնտրում իրավապահները։ Խորհրդարան անցած երկու ընդդիմադիր ուժերը վերցնում են մանդատները, Ուժեղ Հայաստանն ու Հայաստան դաշինքները հայտարարություն են տարածել։ Թրիփը և Իրանը ինչ է փոխանցել պաշտոնական Երևանը Թեհրանին, ինչ նախազգուշացում է հնչեցրել Հադդատ Ադելը և ինչ առաջարկ է ներկայացրել հայկական պատվիրակությունը։ Թեհրանում մեկնարկել է հրաժեշտի երթը, Ալի Խամենեի մարմինը դուրս են բերել Մեծ Մոսալա մզկիթից։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տունն արդեն մի քանի ժամ է խուզարկում են։ Քննչական կոմիտեն հայտարարել է, որ քրեական վարույթի շրջանակում կատարում են անհրաժեշտ քննչական և վարույթային գործողություններ։ Ավելի ուշ հանդես կգան պաշտոնական հաղորդագրությամբ։ Փաստաբան Երեմ Սարգսյանը չի կարողանում մտնել Ծառուկյանի տան տարածք, որ հասկանա, թե ինչ է կատարվում։ Նա քրեական վարույթների մանրամասներին դեռ ծանոթ չէ։ Ինչ վերաբերում է ընդհանրապես նման գործողություններին, ասել է, որ դրանք սպասելի էին։ Լայնածավալ խուզարկություններ են նաև Multigroup կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում և այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։ Իրավապահները մտել են նաև Երևանի Արարատ կոնյակ գինու օղու կոմբինատ։ Մեր նկարահանող խումբն այս պահին Գագիկ Ծառուկյանի տան մոտ է, միանանք նրանց։ Սեդա, բարի առավոտ, դու վաղ առավոտից այնտեղ եք, ինչ է կատարվում այդտեղ, ինչ է մինչև այս պահ հայտնի։ Այս պահին այո մենք Գագիկ Ծառուկյանի առանձնատան մոտ ենք, այստեղ են ինչպես քաղաքական գործիչներ, այդ թվում Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչներն, այդպես էլ ընդդիմության այլ ներկայացուցիչներ։ Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկությունները մեկնարկել են լուսադեմ 6-ին մոտավորապես ըստ Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչների, արդեն մի քանի ժամ է իրավապահ մարմինները ներսում են, ազգային անվտանգության ծառայության մի քանի ջոկատ է ներսից աշխատում, նրանք հարցաքննում էին նաև Ծառուկյանի անվտանգության աշխատակիցներին, փնտրում էին ինչ-որ անձանց, որոնց արդեն գտել են և ներս են թողել, որպեսզի մտնեն Ծառուկյանի առանձնատուն։ Այս պահին այնտեղ կա երկու փաստաբան, փաստաբաններից մեկը Երեմ Սարգսյանը, որ արդեն 3 ժամ է մոտավորապես գտնվում է առանձնատան մոտ, նրա մուտքը առանձնատուն Ծառուկյանի թույլ չեն տալիս։ Նշեմ, որ այստեղ հավաքված քաղաքական գործիչները, մասնավորապես ԲՀԿ անդամները մեծ հետ հարցազրույցում, լրագրողների հետ զրույցում նշում են, որ իրենց համար սպասելի սցենար էր, նրանք սպասում էին, որ ուժայինները ներխուժելու են և նման գործողություններ իրականացնեն Ծառուկյանին պատկանող մի շարք հաստատություններում, առանձնատանը նրա և ըստ նրանց Նիկոլ Փաշինյանը և այս իշխանությունը շատ վաղուց էր այս մասին հայտարարել, պատահական չեն համարում նաև, որ Սահմանադրական դատարանի որոշման և հայտարարության հենց հաջորդ աշխատանքային օր, այսինքն այսօր այս գործողությունները տեղի ունեցան։ Նրանք հույս ունեն, որ ընդդիմությունը կհամախմբվի և միասին դիմադրության նոր շարժում կսկսվի այս գործընթացների դեմ, քանի որ ըստ Աբովյանի օրինակ այս շարժումները երկարատև են լինելու, այս գործողությունները երկարատև են լինելու և եթե այսօր Ծառուկյանի տունն են խուզարկում, հաջորդը ընդդիմադիր մյուս առաջնորդներն են լինելու։ Նշենք, որ քննչական կոմիտեի աշխատակիցները, քննիչները ևս Գագիկ Ծառուկյանի առանձնատանն են, քննչական գործողությունները շարունակվում են։ Հիշեցնեմ, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Գագիկ Ծառուկյանից խլելու է Արարատ ցեմենտի գործարանը, ինչպես նաև նրա տունը և տալու է ժողովրդին։ Ու նաև ԲՀԿ ներկայացուցիչները պնդում են, որ սա այդ հայտարարությունների տրամաբանական շարունակությունն է և այս գործողությունները համարում են ապօրինի և նշում են, որ սա քաղաքական հետապնդում է։ Այս պահին էլ դեռ, ինչպես արդեն նշեցի, գործողությունները քննչական շարունակվում են, սպասում ենք դրսում, որպեսզի հասկանանք ինչ որոշում կկայացնի իրավապահ համակարգը։ Նշեմ, որ Արման Աբովյանը չի բացառել, որ հնարավոր է Գագիկ Ծառուկյանն այսօր ձերբակալվի։ Գառնի։
Շնորհակալ եմ Սեյդա, հիշեցնեմ, որ մեր խումբը վաղ առավոտից Գագիկ Ծառուկյանի տան մոտ է, ուղիղ միացմանը կարող եք հետևել YouTube-ի մեր ալիքում։ Զուգահեռ շարունակվում են հետընտրական զարգացումները։ 9-րդ գումարման ազգային ժողովում ներկայացված կլինեն 3 խմբակցություն։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը, որը կստանա 64 մանդատ, Ուժեղ Հայաստան խմբակցությունը, որը կստանա 29 մանդատ, եւ Հայաստան խմբակցությունը 12 մանդատ։ Ընդդիմադիր ուժերը հայտարարել են, որ վերցնելու են մանդատները։ Հայաստան դաշինքը հայտարարել է, որ պատգամավորական կարգավիճակը պաշտոն կամ հարմարավետություն չէ։ Այն լրացուցիչ գործիք է իրավական ու քաղաքական գործիքակազմ եւ ամենօրյա հակազդեցության հնարավորություն ու առաջիկա ծանր պայքարում պարտավոր են գործածել բոլոր հնարավոր միջոցները իշխանության հակապետական ծրագրերի դեմ պայքարելու համար։ Մանդատը զենք է եւ դրանից կամավոր հրաժարվելը կլինի անպատասխանատվություն մեր պետության եւ մեր ընտրողների հանդեպ, ասված է դաշինքի հայտարարությունում։ Ազգային ժողովում մեր բոլոր քայլերը բխելու են ՍԴ-ի դիմաց ընդդիմադիր ուժերի համատեղ հայտարարության մեջ ամրագրված հիմնարար օրակարգից։ Հայաստանի սահմանադրության պարտադրված փոփոխությունների կանխում, խորհրդարանական ամբողջ գործիքակազմով եւ հանրային մոբիլիզացիայով մայրօրենքը փոխելու եւ ՀՀ ինքնիշխանությանը հարվածելու ցանկացած փորձի հակազդեցություն։ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու պաշտպանություն, ԱԺ-ամբիոնն ու պատգամավորական լիազորությունները ծառայեցվելու են եկեղեցու եւ ազգային արժեքների դեմ ուղղված ցանկացած ապօրինի արշավի դեմ։ Քաղբանտարկյալների եւ ռազմագերիների իրավունքների պաշտպանություն, Հայաստանում եւ միջազգային հարթակներում պատգամավորական մանդատի օգտագործում քաղաքական հետապնդումների ենթարկվողների Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանության եւ նրանց ազատ արձակման ուղղությամբ։ Գործող վարչախմբի հեռացում, սա մեր գլխավոր քաղաքական հրամայականն է, խորհրդարանական մանդատները ծառայելու են այս վարչախմբի իշխանազրկմանը եւ նոր որակի ազգային իշխանության ձևավորմանը։ Ուժեղ Հայաստան դաշինքը նույնպես կվերցնի մանդատները։ Նարեկ Կարապետյանի խոսքով դաշինքը եկել է եզրակացության, որ քաղաքական փոփոխությունների համար անհրաժեշտ է համատեղել փողոցային պայքարը եւ ներկայությունը խորհրդարանում։ Այս համակցությունը կբերի մեծ փոփոխության։ Իհարկե, դա պետք է լինի մեկ անգամ, մեկ օր եւ վերջնական։ Մենք չենք պատրաստվում մարդկանց հրավիրել փողոց այն ժամանակ, երբ չենք տեսնում հնարավորությունը մեծ փոփոխության։ Մենք պատրաստվում ենք մարդկանց հրավիրել փողոց այն ժամանակ, երբ կտեսնենք մոտ հնարավորությունը փոփոխության։ Իսկ Հայ ազգային կոնգրեսը կոչ է անում մարդու իրավունքների պաշտպանին ու ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններին դիմել սահմանադրական դատարան, պահանջելով ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում կատարված փոփոխությունները ճանաչել սահմանադրությանը հակասող եւ անվավեր։ Կուսակցությունը հայտարարել է, որ արտահերթ նստաշրջանով ընդունված փոփոխությունները հակասում են Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը, եւ եթե այս փոփոխությունները սահմանադրական դատարանը հակասահմանադրական չճանաչի, ապագայում բոլոր հանրաքվեները եւ համապետական ընտրությունները տեղի կունենան հակասահմանադրական իրավական հիմքի վրա։ Համոզված ենք, որ Հայաստանի պետականության սահմանադրական կարգի եւ ժողովրդավարության պաշտպանությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է ձևավորել հասարակական քաղաքական դիմադրության լայն ճակատ, որը կկարողանա օրինական եւ սահմանադրական ճանապարհով կասեցնել պետական ինստիտուտների քայքայման գործընթացը։ Հակառակ պարագայում գործող ռեժիմը շարունակելու է իր աղետաբեր քաղաքականությունը, խորացնելով Հայաստանի Հանրապետության ներքին ճգնաժամը եւ թուլացնելով նրա պետական դիմադրողականությունը։ Զուգահեռ ընդդիմադիր պատգամավորները շարունակում են միջազգային հարթակներում իրենց աշխատանքը։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը Նիդերլանդների Հագայում ելույթ է ունեցել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում, ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ մարդասիրական հարցերի ընդհանուր հանձնաժողովում։ Պատգամավորն իր ելույթում անդրադարձել է Արցախում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը եւ Արցախի պատմամշակութային ժառանգության շարունակական ոչնչացմանը, հայ գերիների վերադարձի եւ նրանց նկատմամբ խոշտանգումներին եւ անմարդկային վերաբերմունքին, հայ առաքելական եկեղեցու նկատմամբ հակասահմանադրական հարձակումներին եւ ԵԱՀԿ տարածաշրջանում մարդու իրավունքների անվտանգության եւ ժողովրդավարության վիճակի վատթարացմանը։
Իսկ Փաշինյանն այսօր կհանդիպի Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։ Ռուսաստանի Դաշնության կառավարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ նրանք կմասնակցեն Ինոպրոմ 16-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին։ Ռուսաստանը կլինի Փաշինյանի առաջին աշխատանքային այցն ընտրությունից հետո։ Իսկ հարևան Իրանում հետպատերազմյան քաղաքական քննարկումները շարունակում են կենտրոնանալ ոչ միայն երկրի ներքին օրակարգի, այլև տարածաշրջանային գործակցության շուրջ։ Իրանցի պաշտոնյաները հանդիպել են հայ պատվիրակության հետ։ Հանդիպմանը ներկայ է եղել նաև իմ գործընկեր Անի Աբաղյանը եւ հարց ուղղել թրիփի վերաբերյալ։ Մանրամասները ռեպորտաժում։ Իրանում հայ պատվիրակներին ու Թեհրան ժամանած լրագրողներին ընդունել է Սաադի հիմնադրամի նախագահ, Մեջլիսի նախկին նախագահ Հադադ Ադելը, որի փեսան Իրանի Իսլամական Հանրապետության նոր հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին է։ Մուրադյան ֆարսի համբախորդը Իրանում սկսած պատերազմի հետևանքով զոհվել էր նաև Հադադ Ադելի աղջիկը, որ Այաթոլլահ Խամենեի հարսն ու հոգևոր նոր առաջնորդ Մոջթաբա Խամենեի կինն է։ Մենք սգում ենք մեր հոգևոր առաջնորդի եւ նրա ընտանիքի նահատակությունը։ Հադադ Ադելը հանդիպմանն անդրադարձել է հայ-իրանական հարաբերություններին, նշել սև էջեր պատմության մեջ չունեն։ Նա կարևորել է հյուսիս-հարավ ճանապարհի բացումը։ ABC մեդիայի թրիփի կարևորության եւ հայ-իրանական հարաբերությունների վրա դրա ազդեցության մասին հարցին ի պատասխան Հադադ Ադելը ասել է. պետք չէ հավատալ Միացյալ Նահանգների խոստումներին։ ՀՀ-ի իշխանությունները մեզ վստահեցրել են, որ այդ պրոյեկտը մեր շահերի դեմ չէ։ Հուսանք այդպես է, բայց խորհուրդ ենք տալիս հայ ժողովրդին եւ իշխանությանը չխաբվել ԱՄՆ-ի խոստումներին։ Տեսակ ինչ պատահեց արաբական պետությունների հետ պատերազմի ընթացքում, պետք է դաս քաղել։ Ամերիկացիները մեր հարևան երկրներում, երբ ներկա են լինում, իրենց հիմնական նպատակը Իրանին հարվածելն է։ Նա վնասում է այդ երկրներին։ Հուսանք նմանատիպ բան մեր երկրի հետ չի կատարվի։ Հադադ Ադելի հետ հանդիպմանը Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանն ալտերնատիվ ճանապարհ ունենալու առաջարկ է արել։ Հայաստանի եւ Իրանի միջև պետք է կառուցվի ուղիղ երկաթուղի, որը թույլ կտա Հայաստանի մի կողմից ստանալ ազատություն այն ճնշումներից, որոնք կարող են իրագործվել Ադրբեջանի կողմից եւ Թուրքիայի կողմից, եթե իրականացվում է այդ պրոյեկտը, եւ մյուս կողմից պահել Հայաստանին հեռու այն աշխարհաքաղաքական ցնցումներից, որոնք կարող են լինել, եթե այս միակողմանի պրոյեկտը իրականացվի։ Հանդիպմանը Հադադ Ադելը անդրադարձել է Իրան-Միացյալ Նահանգներ բանակցություններին, ասել, որ այն չափազանց անվստահության մթնոլորտում է անցնում։ Մեր բանակցությունները չափազանց անվստահելի մթնոլորտում են անցնում։ Մենք պատրաստ ենք պաշտպանել Իրանի ժողովրդի իրավունքները եւ պատրաստ ենք անգամ նորից պատերազմի մեջ մտնել, եթե նրանք դուրս գան բանակցության տրամաբանությունից։ Հադադ Ադելի խոսքով աշխարհում զորությունն ու ուժը խնդրի ձեռքն է ընկել։ Միջազգային իրավունքի բազմաթիվ խախտումներ են եղել հենց այդ պատճառով։ Նրա խոսքով լավատես են ապագայի նկատմամբ։ Նշել է նաև չկա այլ ուղի, քան դիմադրելն ու պայքարելը։ Հանդիպմանը ներկա էր նաև Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։ Նա հրավիրել է Հադադ Ադելին Սիսիանում նախատեսված Իրան-Հայաստան փառատոնին։ Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Իրանի նախկին հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի հետ զոհվել է նաև նրա հարսն ու թոռնիկը։ Անի Աբաղյան, Մհեր Դավթյան, Նոնա Գևորգյան, ABC Media, Թեհրան։ Իրանում շարունակվում է սպանված հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի վերջին հրաժեշտի արարողությունը։ Իմամ Խոմեյնիի տաճարի գմբեթի վրա բարձրացրել են վրեժի կարմիր դրոշը, ով Հուսեյնի վրիժառուներ գրությամբ։ Շիական խորհրդանիշներում կարմիր դրոշը նշանակում է վրեժի կոչ։ Վերջին անգամ դրոշը բարձրացրել են մարտի 1-ին ԱՄՆ-ի եւ Իսրայելի հրթիռային հարվածի պատճառով Խամենեի մահվան մասին հաղորդումներից հետո։ Վաղ առավոտից մեկնարկել է հրաժեշտի երթը, Խամենեի մարմինը դուրս են բերել Մեծ Մոսալա մզկիթից։ Հազարավոր իրանցիներ դուրս են եկել փողոց հրաժեշտ տալուն նահատակ գերագույն առաջնորդին։ Մեր խումբը Թեհրանում է, երթի մասնակիցների հետ շարժվում են Ազատի հրապարակ։ Թեհրանում մեկնարկել է Իրանի նախկին հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի հուղարկավորության սգո արարողությունը։ Խամենեի մարմինն արդեն դուրս են բերել Իմամ Հոսեյնի հրապարակից
եւ այս ճանապարհով գնալու են դեպի Ազատի հրապարակ երթով։ Երթի ճանապարհի երկարությունը մոտ 10 կիլոմետր է։ Անվտանգության խիստ ռեժիմ է գործում։ Վաղ առավոտից մենք աշխատում ենք Թեհրանի փողոցներում եւ մարդկանց հոսքը գնալով մեծանում է։ Ազատի հրապարակ տեղափոխելուց հետո Ալի Խամենեիի մարմինը ինքնաթիռով Մաշադ են տանելու, նրա ծննդավայր եւ հենց այնտեղ էլ հուղարկավորելու են։ Իսկ տարածաշրջանում լարվածությունը չի թուլանում։ Չնայած հրադադարին, Իսրայելի բանակը հարվածել է Լիբանանի հարավին, շարունակելով ռազմական գործողությունները։ Լիբանանյան լրատվամիջոցների փոխանցմամբ ավիահարվածների պատճառով կան զոհեր եւ վիրավորներ։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ գործողություններն ուղղված են եղել Հեզբոլլահի անդամների եւ ռազմական ենթակառուցվածքների դեմ։ Ըստ Թել Ավիվի, թիրախ դարձած անձինք ներգրավված են եղել խմբավորման ռազմական գործունեության վերականգնման փորձերում, ինչը Իսրայելի գնահատմամբ խախտում է գործող հրադադարի պայմանավորվածությունները։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի Սիրիա երկկողմ հարաբերությունների ամրապնդման եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային ու միջազգային հարցերի քննարկման համար։ Սիրիայի պետական լրատվական գործակալությունը հայտնել է, որ Մակրոնին կուղեկցի ներդրողների եւ ֆրանսիական ընկերությունների ներկայացուցիչների պատվիրակություն, որը կանդրադառնա տնտեսական գործակցության ընդլայնման ջանքերին, քաղաքական ներգրավվածության հետ մեկտեղ։ Հայտարարության համաձայն Արաբական Հանրապետության նախագահ Ահմադ Ալ-Շահարան եւ Մակրոնը նախատեսում են կլոր սեղան հանդիպում անցկացնել պատվիրակությունների հետ։ Միջազգային լուրերը ռեպորտաժում։ Մոջտաբա Խամենեին չի մասնակցել պատերազմի սկզբում սպանված հոր Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի վերջին հրաժեշտի արարողությանը, սակայն արարողությանը մասնակցել են Խամենեիի մյուս 3 որդիները՝ Մուստաֆան, Մասուդը եւ Մեյսամը։ Լրատվամիջոցները նշում են, որ Մոջտաբա Խամենեիի արարողությանը չմասնակցելը հարցեր է առաջացնում նրա առողջության եւ Իրանի իրական ղեկավարի վերաբերյալ։ Նշենք, որ պատերազմի սկզբից ի վեր Մոջտաբա Խամենեին չի հայտնվել հանրության առաջ։ Ուկրաինան հրաժարվել է դադարեցնել ռազմական գործողությունները Կոնստանտինովկայում զոհված ուկրաինացի զինծառայողների մարմինները հանձնելու համար, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Հուլիսի 3-ի ուշ երեկոյան Ռուսաստանի իշխանությունները հայտնել էին, որ ռուսական զորքերն ամբողջությամբ գրավել են Կոնստանտինովկան։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, սակայն այս հայտարարությունը սուտ է անվանել։ Слава Украине! Զելենսկիին ուկրաինացիները պետք չեն ոչ մեռած, ոչ կենդանի, Զվեզդա հեռուստաալիքին ասել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան, մեկնաբանելով ուկրաինական կողմի Կոնստանտինովկայում մարտական գործողությունները դադարեցնելուց հրաժարվելը։ Բենզինի ճգնաժամ ունեցող Ռուսաստանին օգնության է հասել Բելարուսը։ Հունիսին Ռուսաստան-բելարուսական բենզինի ներմուծումը հասել է պատմական առավելագույնի։ Հունիսի 1-ից 25-ը Ռուսաստանը Բելարուսից ներմուծել է 141,000 տոննա վառելիք, ինչը 2.4 անգամ ավելի է մայիսին ներմուծված ծավալից, իսկ 2025 թվականի հունիսին Բելարուսից բենզինի ներմուծումը կազմել էր ընդամենը 1000 տոննա։ Փորձագետների կարծիքով Բելարուսից բենզինի ներմուծման աճը կբարելավի վառելիքի իրավիճակը ռուսական շուկայում, բայց լիովին չի ծածկի բենզինի պակասը։ Պատմական հրավառություն, դրոնային շոու եւ Թրամփի 40 րոպեանոց ելույթ անձրևից հետո Միացյալ Նահանգները մեծ շուկով է նշել անկախության 250-ամյակը։ Միացյալ Նահանգների մեծ մասում տոնակատարություններ չեն անցկացվել ծայրահեղ շոկի պատճառով։ Վաշինգտոնում էլ ռեկորդային շոկին հաջորդել է ամպրոպը, որը ստիպել է հանդիսատեսին ժամանակավորապես տարհանել պատմական կենտրոնից եւ ավելի քան 1 ժամ հետաձգել նախագահ Թրամփի ելույթը։ But our country is just getting started because the best is yet to come. Սա Ամերիկայի ոսկե դարի միայն սկիզբն է, հայտարարել է Թրամփը, խոստանալով, որ ամերիկացիներն իրենց երկիրը կդարձնեն ավելի լավը, ավելի ուժեղ եւ ավելի շատ կսիրեն իրենց երկիրը։ Ոչ մի ազգ այնքան շատ բարիք չի գործել, այդքան քաջություն չի ցուցաբերել, այդքան մեծ առաջընթաց չի գրանցել, այդքան շատ անարդարություններ չի շտկել, որքան դուք Միացյալ Նահանգների ժողովուրդը, ասել է նա։
Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շատ շուտով կարող է տիեզերագնացներ ուղարկել Մարս մոլորակ։ Մենք շատ շուտով կմեկնենք Մարս։ Կարծում եմ, մենք կհասնենք լուսին եւ առաջ կշարժվենք, իսկ հետո կմեկնենք Մարս, նշել է Միացյալ Նահանգների նախագահը։ Զարա Սարգսյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր հարթակներում, մենք կհանդիպենք ժամը 15-ին առայժմ։